Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ։ Ուրախ եմ ձեզ ողջունելու իմ ալիքում։ Հուսամ կհավանեք այսօրվա վլոգը, կբաժանորդագրվեք ու կդառնաք իմ YouTube-յան ընտանիքի անդամ։ Ներողություն եմ խնդրում, եթե լվացքի մեքենայի ձայնը խանգարում է, որի այլ տարբերակ չկա, մեր լվացքի մեքենան օրը 24 ժամ աշխատում է։ Մենք վաղը 2 օրով շատ չէ գնալու ենք, ես ու երեխաները քույրիկիս տանը մնալ, գնում ենք հանգստին։ Առավոտյան շատ վաղ ենք դուրս գալու, որովհետև օրվա ընթացքում Ռաֆելիքը գործեր է ունենալու ու միասին որոշեցինք, որ ճիշտ կլինի մեզ առավոտ շատ շուտ տանի, հետո ինքը անցնի արդեն իր գործերին։ Հետևաբար ես հիմա պետք է տները հավաքեմ, մաքրեմ, մի 2 օրվա ուտելիք պատրաստեմ Ռաֆի համար եւ մեր իրերը հավաքեմ։ Քույրիկիս տունը աշխարհում են միակ տեղն է, որտեղ գնալուց ես ընդհանրապես չեմ անհանգստանում, չեմ մտածում, թե ինչ իրեր պետք է մեզ հետ վերցնեմ, որ հանկարծ ոչ մի բան չմոռանամ, որովհետև ինքը թույլ չի տալիս, որ այնտեղ մենք որևէ բանի կարիք զգանք։ Իմ երեխաները ու իր երեխաները գրեթե հասակակիցներ են, հետևաբար մեկը մեկի հագուստ են հագնում, եթե կարիք լինում է, իրերից ենք օգտվում, մի խոսքով sense հանգիստ ուղղակի մի քանի բան դնում եմ պայուսակի մեջ, առաջին անհրաժեշտության ինչ-որ իրեր եւ հանգիստ եմ լինում, որ ընթացքում ոչ մի բանի մասին կարող եմ չմտածել։ Հիմա արագ սենյակները հավաքել եմ, արդեն մի հատ հատակն եմ մաքրում, այստեղ ամաններ ունեմ չորացնելու, դրանք եմ չորացնում։ Մի թեթև աղցան պատրաստեմ, տեսնեմ ինչ եմ պատրաստում, թողնեմ սառնարանում եւ գնամ քնելու, առավոտյան շուտ տանից դուրս ենք գալու։ Փորձում եմ հաղթահարել իմ վախերը, մենք արդեն տեղում ենք, ինչպես տեսնում եք, բայց իրենք ունեն շունիկ, իսկ ես սարսափելի վախում եմ շներից, վայ չեմ կարա նկարագրեմ, թե ես ոնց եմ շներից վախում ու հենց հիմա ոնց է ոտքերս դողում ուղակի, բայց ես փորձում եմ ինձ սենց հանգստացնել, շունչ քաշել, տրամադրել, որ շունիկը լավն է, ոչինչ չի անի, սոսե, սոսեն էլ կծվում ուզում է գնա շանոտ, իմ խորը շունչ արտաշունչը օգնեց, որ շունիկը ուղղակի ինձնից հեռու գնա։ Սոսեին քնացրի, գետնին Նադյան եմ փռել, շատ շոկ էր, մտածեցի գետնին ավելի լավ կքնի, գնում եմ երեխաների մոտ, հուսամ ձայնը կլսեմ։ Երեխեքը լողավազանում են, իսկ ես շատ եմ վախում լողավազանից ու չեմ ուզում իրենց մենակ թողնել, չնայած քույրիկիս երեխաները շատ լավ լողում են ու եթե կարիք լինի երեխեքին տիրություն կանեն, բայց դե ամեն դեպքում ռիսկի դիմել չարժի, ավելի լավ է այստեղ մնամ, իրենց նայեմ։ Հիմա մտնենք ջուրը։ Կամաց խոսացեք, դուռը բաց եմ թողել, որ երեխեքի ձայնը լսեմ, եթե արթնանան։ Հիմա մտնենք ջուրը։ Այնտեղ։ Բայց հիմա մտնենք ջուրը։ Դե որ հանվել եք, էլ քեզ հարցնում տղես։ Մամ, ես հանվել կանգնելը համոսում է հիմա մտնենք ջուրը։ Արնո։ Ռոզիկ ջան։ Դավես։ Արնո։ Մագնասները արդեն վերցրել։ Արնո, լիսնայ, ոչ ուտեմ քեզ։ Լավ է ջուրը այսօր տակուկա։ Ադան լավ ես։ Արնո ինչի մի արա, հա։ Մի արա, Արնո ջան, մի արա, տենց բալես, ուղղակի նստի, լավ։ Արդեն երեկոյա, ինչպես տեսնում եք, մենք երևի թե 2 ժամից ավել լողացել ենք լողավազանում, հիանալի էր, ուղղակի ջուրը շատ տաք, երեխեքը վայելել են լողավազանը, ու այստեղ գալու հիմնական նպատակը հենց լողավազանը վայելելն էր, հիմա գնում ենք, սուրճ խմենք, պաղպաղակ ուտենք, երեկոն անցկացնենք միասին։ Վայ մենք ենքան սիրուն, ենքան խաղաղ, հավես օր ենք ունեցել, հիմա քնացրել ենք երեխաներին, անգամ նռան ենք քնելա, Արթունը միայն սոսային 7 երեխայից, նստել ենք քույրիկիս հետ, ինքը մեծ համար սիրուն սեղան է պատրաստել, զրուցում ենք, վայելում ենք մեր երեկոն,
բարձա չէ, որ քույրիկներով հավաքվում են, շուտ քնել չկա, էլ սենց հնարավորություն եւ կունենանք։ Նստել ենք, այսօր մի քիչ ուշ կքնենք, զրուցում ենք, վայելում ենք մեր սառը սուրճը, ես որ հաշվում եմ կալորիաներս, ես որ ուժամերի ընդհանրապես ոչ մի բան չեմ ուտում, այսօր բացառություն կանեմ, ոչինչ կարելի է մեկ օր, այդպես, ասեցի ձեզ հետ կապի դուրս կամ և ասեմ, որ ավարտվեց մեր օր մեկը, վաղնել ենք այստեղ, մյուս օրը նոր կգնանք, դե վաղը բնականաբար կշարունակվի վլոգը, իսկ այսօրվա համար այսքանը, բարի լույս, ես ու Սոսեն այսօր շատ շուտ ենք արթնացել ու որպեսի տանը ոչ մեկը չխանգարենք, եկել ենք բակ, այս պահին ներքևի խոհանոցում ենք, Սոսեն պարկելա մի քիչ հանգստանա, չես ուզում, ուզում ես նստես, ոնց ես քեզ զգում, լավ ես քնել գիշերը, գիշերվա ընթացքում Սոսեն ընդամենը մեկ անգամ արթնացել, ֆենոմենալ երևույթ է, սենց բան երբեք չէր եղել, որ Սոսեն ամբողջ գիշեր քներ, այդ մեկ անգամն է, սենց շատ կարճ արթնացել է, մի քանի վայրկյան կաթակերել ու նորից քնել է, նստես, արի, վիկա մորքուրն ու նրան են, դուրս ենք եկել խառը գործերով, երեխեքին տարել եմ, թողել եմ եղբորս մոտ, որ մազերը տանի իրենց կտրելու տղաներին, Սոսեն հետս է, սենց եկանք ինչ-որ համովություններ առանք ու անուշ խոտ անգել մեքենայի մեջ, հայ վիկ անջատի խոսում, YouTube-ը շատ խիստ է, ցանկացած երկի է ավտորսկի պրավայի նկատմամբ, հիմա գնում ենք մի հատ էլի մի երկու խանութ, մի երկու մանր-մուներ գնում էլ կատարենք, այդ ընթացքում արդեն երեխեքը իրենց մազերը կտրած կլինեն, կգնանք իրենց էլ կվերցնենք, եղբորս ընդմիջուվը կթողենք խանութում ու կգնանք տուն։ Որոշել եմ երեխաներին մի փոքր զբաղեցնել, պատրաստում ենք բրիլոկներ որպես հիշողություն մեր սիրուն օրվանից, վերցրել եմ սենց տառերով քարեր, գունավոր ու ֆուտբոլային խառը սպորտային թեմայի մեջ գնդակներ։ Հիմա հերթով բոլորս կընտրենք, թե ինչ գույների մեջ ենք ուզում պատրաստել մեր բրիլոկները ու կանցնենք գործի։ Շուտով սեպտեմբերի 1-ը, ինձ թվում է մենք էլ հնարավորություն չենք ունենա բոլորով միասին սենց մեկ ամբողջական լիարժեք օր անցկացնելու։ Բնականաբար ընթացքում էլի կհավաքվենք, կհանդիպենք, բայց որ սենց մեկ ամբողջական լիարժեք օր անցկացնենք միասին դժվար թե, ու որպեսի այսօրվա օրը հիշվի, որոշել ենք բոլորս պատրաստենք միանման բրիլոկներ մեր դպրոցական պայուսակների համար, անվանական, ընտրել ենք արդեն անունի տառերը, Էմինը, Արնոն իր մանկապարտեզի պայուսակի համար, Սոսեն, Աբուլս իր ամբողջական անվան բանտրել, Ալբեր և Ռուզանը։ Այս էլ Սոսեն։ Ադանը քնած է, ճիշտն ասած, իրեն մի քիչ լավ չէր զգում, գնացել է քնելու, հետո ինքը կպատրաստի, այստեղ էլ ճուտիկներն են իրար հետ խաղում։ Ու ընտրել ենք նաև ըստ նախասիրության գնդակներ, աղջիկները ընտրել են սենց սպիտակ գնդակներ, Աբուլ դու ինչ ես ընտրել։ Ֆուտբոլ եւ ամերիկական ֆուտբոլ։ Դու Արնո։ Ֆուտբոլ եւ ամերիկական։ Էսի բասկետբոլը։ Էմինը։ Ֆուտբոլ ու բասկետբոլ։ Թելերը ու հիմա կասեմ, թե ինչ ենք անելու։ Այստեղ էլ ունենք սենց գույների հարկե, սրանք եւս օգտագործելու ենք։ Գործենք։ Սրանք լցնում եմ այստեղ, մի հատ նայեք ինչ սիրուն վառ Ես է սևեր։ Երանների Սպիտակ են։ ես կանեմ։ Ես է սև ու կարմիր։ Հիմա եկեք ասեմ ինչ ենք անում։ Վերցնում ենք օղակները։ Իդեպ այստեղ արտիկուլ կթողնեմ, կարող եք դուք էլ պատվիրել ու երեխաների հետ սենց լավ պրոդուկտիվ ժամանակ անցկացնել։ Վերցնում ենք օղակները, մեր օղակը վերցնում ենք, անցկացնում ենք թելը,
Այսենց։ Նայեք։ Այսպես։ Mom, it's set. Եվ այս երկուսը միասին անցկացնում ենք մեկ բան։ Իրար Մեկ քար ենք անցկացնում։ Հասկացա ինչ ասում։ Հասկացաք չէ՞ ոնց։ Սենց։ Այ, ըհը։ Ես ուղղակի մի ձեռքով նկարում եմ։ Նայեք։ Անցկացրեցի ես։ Քեզ դու ո՞ր գույնն ես ուզում, քանձես նարնջագույն։ Ես էլ արեցի։ Սրանք հələ տեսնեմ։ Ահա։ Այսենց։ Հետո նոքրից կանք էլի գնդակներ վեք։ Սպասեք ասեմ։ Հիմա կարող ենք անցկացնել արդեն ըստ նախասիրության, եւս կարող ենք անցկացնել 2 կամ 3 սենց քար։ Մոմոտ քանի հատ։ Սա գույներից մի հատիկ է։ Նա դեմոկրիտ։ Մարնո։ Քիչ ամենը մոտիկ է։ Ես ամերիկական։ Տոնջվելով էստեղ արդեն 2 հատ անցկացրել Արնոն։ Մի հատ քոնը տեսնեմ աբուլ։ Դու ընտրել ես սև սպիտակ, դու Զանիկն է։ Էմինը սև ու կարմիր։ Ես էլ կարմիր ու շագանակագույն։ Ես էլ։ Դու էլ։ Ուй, դեմքես։ Ես սա բգացում եմ ստեղ որտեղ վերջինը կարմիր է մոտել։ Հա, ես էլ եմ ընտրում։ Սպիտակային Մոտը վերջում սեղը։ Սպիտակը գցեցինք։ Ուզանք մի էլի վրես։ Տոք։ Մի բան ասեմ։ Ես ոնց անեմ, եթե սենց կողքի է։ Տեսնեմ։ Հա, հենց սենց մցրա։ Բա որ սենց մծնեմ ինքա ես բիսել։ Լավ ենք երկուսս մտածել։ Ամեն մեկս իրարից միտք ենք վեկալում ու լինում է անտիկ։ Շատ տրամադրված աշխատում։ Ես սենց եմ սկսել, որտեվ սև ու սպիտակը ոնց որ տե գնա էլի։ Էմին, լավ է անցնում։ Հայ տղա, զգուշ։ Լավ է։ Զգուշ եղեք, բալես, խնդրում եմ։ Մամ, ես գնում ատակի։ Որ բարվոր։ Ես եկարում։ Ցավոք սրտի մեր հանգիստը կիսատ մնաց ու մենք հայտնվեցինք հիվանդանոցում, որովհետև Ադանը գնալով իրեն ավելի ու ավելի վատ էր զգում, ականջներ ցավում եւ ստիպված էինք իրեն հասցնել Արաբկիր բժշկական կենտրոն։ Դեռ 3 հոգ լողավազանում էինք, իսկ այսօր արդեն հիվանդանոցում մի աշխարհ տեղ են գրել Ադանին, որովհետև ականջը բորբոքվել է։ Գնանք տեղերը վերցնենք։ Ու 5 օր ուժում անցնելու տանան մինչև լավանա։ Սոսե ոնց ես։ Սիրուն աղջիկ։ Բարև ձեզ։ Մենք եկել ենք տուն հիվանդանոցից։ Ադանը պառկել է ականջի ցավով, որ կազդուրվի։ Սոսեն էստեղ ինչ-որ բան է ուտում, թափում, հետո նվում է ինձ ա ուզում, հետո ես գրկում եմ իրան, մի կերպ հանգստացնում եմ, նստացնում եմ, հետո ինքը ինձ էլի ու նվում է, ինձ ա էլի ուզում։ Հեսա։ Արնոն փորձում է ինձ օգնի, Սոսեին տիրություն անի, բայց դե հասկանում ենք, որ այնքան էլ չի ստացվում իր մոտ։ Ամուսինս գնացել է Գյումրի Էմինի հետ։ Տները ահա որ վիճակում է, թափված, որովհետև մենք եկել ենք Էջմիածնից, ես ինչ ես անում։ Ու մեզ հետ բնականաբար հետ ենք բերել, որ պետք է այդ ամբողջը լվանալ։ Բարև ձեզ շարուտ։ Ես շատ եմ սիրում։
Ես շատ եմ սիրում։ Բոլորիդ էր։ Շատ լավն ես դու Արնո, շատ բարի։ Ես փորձում եմ այս ընթացքում եւ հավաքել մեր վերած իրերը։ Հաց չկա ընդհանրապես սարքած տանը, որովհետեւ դե բնականաբար մենք տանը չէինք եղել 2 օր։ Ես փորձում եմ եւ հաց սարքեմ, եւ լվացք անեմ, եւ տները մաքրեմ, եւ սոսեին տիրություն անեմ, եւ Ադանին տիրություն անեմ, եւ Արնոյին տիրություն անեմ, ով անընդհատ համով խանգարում է։ Ու եթե ես օրվա վերջում ողջ մնամ, ուրեմն ես հերոս եմ։ Իսկ ես բնականաբար ողջ կմնամ, որովհետև մենք մայրիկներս հերոս ենք։ Ես եմ հերոս։ Դու սուպեր հերոս ես։ Սուպերմեն։ Այո, դու սուպերմեն հերոսն ես քո թիկնոցով։ Ոյ, չգիտեմ, գժվում եմ արդեն, անկեղծ կլինեմ, գժվում եմ արդեն։ Սոսե, դու քեզ շիրա ես անում։ Խնդրեմ։ Սրա շարունակությունը պատկերացնում եք, չէ՞ արդեն։ Պետք է սոսեին լողացնեմ։ Սոսեի հագուստները պետք է փոխեմ։ Գցեմ հալվանալու հագուստները։ Պետք է սորեր հագցնել։ Դու ով ես։ Ես հերոս եմ։ Դու հերոս Արնոն ես։ Ոյ, չգիտեմ։ Խնդրում եմ, մենակ թե ոչ բազմոցի ես կտորը։ Արի քո տակ ինչ-որ բան փռեմ, հա։ Պիլոն կապենք տակդ, որ մի հատ էլ սա չլվանանք։ Խնդրում եմ։ Ինչ է անում հենց նոր լողացած սոսեն։ Ոշատևես ճաթեզելա։ Պատրաստվում է նորից գնա լողանալու։ Հերիք չի, հիմա էլ կերակրասեղանն է կեղտոտում։ Նստի, կընկնես, աղցի սնդիկ։ Նստի։ Այ ինսոս է։ Ուտեմ քեզ։ Շոտ վտվտիկա, շոտ։ Նստի, այ վտվտիկ, նստի, կընկնես։ Մենք էլ որոշեցինք ընտրել ես Ադանը Արնոն։ Ադան իրեն մի փոքր ավելի լավ ազգում։ Չգիտենք ոնց կլինի, հուսանք շուտ կլավանա։ Կեսգիշերի մոտ մենք կրկին ստիպված եղանք հայտնվել Արաբկիր բժշկական կենտրոնում։ Ադանի ականջից սկսեց արյուն հոսել, շատ էինք վախեցել, եկանք ստուգումներ անցավ ու պարզվեց, որ թմբկաթաղանթը վնասվել է ու մեզ բավականին լուրջ բուժում է սպասվում։ Վերջին մի քանի օրերի ընթացքում առաջին անգամ, որ Ադանի սիրտը ինչ-որ բան ուզեց ուտելու, Ռաֆուն իջելա խանութ։ Որպեսզի չպահենք ավելորդ ինտրիգներ ու այս վլոգը չավարտենք բացասական նոտայով, ասեմ, որ անցել է արդեն մոտ 15 օր ու Ադանը իրեն շատ լավ ազգում։ Գնացել ենք մեր վերջին ստուգումներն էլ ենք անցել, ո՞նց է ականջդ։ Լավ։ Մի քիչ լավ չի լսում։ Մամ, չէ։ Ատե լավ ես լսում։ Ճիշտ է, մեզ ասեցին, որ ժամանակի ընթացքում կամաց թմբկաթաղանթը կվերականգնվի, ինքնավերականգնման հատկություն ունի։ Մի փոքր լավ չի լսում ոնց որ թե։ Ոնց ես կյան։ Լսում ես։ Ընտիր։ Էլես սրանով սենց։ Ոնց ես լսում։ Ընտիր։ Ինքնիրեն արդեն շատ լավ ազգում, բայց ամեն դեպքում, ջան։ Կարա քեզ մի հատ պաչի։ Բայց ամեն դեպքում շատ զգույշ եղեք։ Հիմա լողավազանների սեզոն է, հիմա շատ վիրուսներ են տարածված։
Հա, հիվանդանոցներում շատ երեխաներ կան այս խնդրով, Ադանը մինչև այս ամռան վերջն ու մինչև արդեն մյուս տարի էլ լողավազան չի մտնի, որովհետև պետքա զգույշ լինենք, ականջը չպետքա շատ ջուր լցվի, բայց մի խոսքով ասեցի գանք ձեզ ասենք, որ մեր տղան արդեն լիովին առողջ է, իրեն շատ լավ ազգում ու դրական նոտայով, Առնոյի ժպիտով ավարտենք այս վլոգը։ Դե ասեք հաջողություն։ Stay tuned.